Կառավարությունն ի վերջո մարտունակ թե պաշտպանունակ բանակ ունենալու կողմնակիցն է։ Ազգային ժողովի ընդդիմադիրները անհամապատասխանություն են տեսնում կառավարության մինչև 2050 թվականը պլանավորած ռազմավարական ծրագրի եւ եկող տարվա բյուջեի զինված ուժերին վերաբերող փաստաթղթում։ 3 առաջ օրը Նիկոլ Փաշինյանն այստեղ արեց պնդում, որը ամբողջովին հակասում է այդ ռազմավարությանը գոնե մի բաժնի։ Ասեց փոխենք մարտունակ բանակի փոխարեն խոսենք պաշտպանունակ բանակի մասին։ Հիմա ձեր ներկայացված փաստաթղթում տեսեք գրված է մի շնչի հաշվով ունենալ աշխարհի ամենամարտունակ բանակը։ Ուզում հասկանամ, այդ ոնց է լինում, որ միտեղից այս փաստաթղթի կարևորագույն դրույթներից մեկը հաստատորեն հերկվում է կամ հրաժարում է կատարվում, բայց այլ հարցերում սելեկտիվ մոտեցում է ցուցաբերվում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտնեց, թե երբ արվում են հայտարարություններ կամ որոշվում են նոր առաջարկություններ, կառավարության ղեկավարի բոլոր նարատիվները արտացոլվում են փաստաթղթերում։ Այն ինչ որ հայտարարվել է այստեղ, հնդածս այդ հայտարարություններին որոշված քաղաքականությունների եւ առաջնահերթությունների համապատասխան թղթերը, փաստաթղթերը համապատասխանեցնում են այդ քաղաքականություններին։ Ընդդիմադիր падգամավորները դժգոհ են վարչապետի աշխատակազմին ուղղված իրենց նամակներին տված պատասխաններից։ Խաչատրյանը հստակ հարց է ուղղել վարչապետի աշխատակազմին, տեղեկանալու համար, թե Ադրբեջանը որքան տարածք է օկուպացրել Հայաստանից, կամ Երասխ Սադարակ ճանապարհատվածի ապաշրջափակմանն ինչպես է արձագանքել Ադրբեջանը։ Ստացել են պատասխան արտգործնախարարի տեղակալից։ Ուղղակի այդ թղթերը ներկայացնի, ասում է Երևանյան երկխոսության ծրագրում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, առաջարկում եմ դիտել այդ ելույթը 20-րդ թե 28-րդ րոպեից։ Այսինքն ես ու ինչ, ինքը ինչ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով իրենք փորձում են առավելագույն տեղեկություն տրամադրել բոլոր հետաքրքրող հարցերին, հատկապես падգամավորների ուղարկած նամակներին։ Մենք մաքսիմալ փորձում ենք այն ինֆորմացիան տրամադրել, որը տվյալ պահին սեղանին է կամ օրակարգում է։ Լրագրողների հետ ճեպազրույցում արդեն Հարությունյանն անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին հայտնեց, որ Հայաստանն ադրբեջանական կողմի հետ ինտենսիվ շփվում է բոլոր հարցերի շուրջ։ Կարծում եմ, որ այն տեմպը, որ կա Հայաստան-Ադրբեջան գործընթացում, հարաբերություններում վատը չէ, օրինակ Ադրբեջանի կողմից իր մասով, օրինակ հայկական բեռների տեղափոխման, շրջափակման արգելքի հանումը։ Ադրբեջանի հետ Հայաստանը պետք է ընդհանուր հայտարարի գա, որպեսզի խաղաղության փաստաթուղթը ըստ Հարությունյանի օր առաջ ստորագրվի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։